Արդեն մի քանի օր է, ինչ ողջ համացանցը քննարկվում է Ծափաթաղում տեղի ունեցած ողբերգական դեպքը։ Եվ ինչպես Թարնյուզն արդեն տեղեկացրել է, փոքրիկ Տիգրանի քույրը եւ եղբայրները տեղափոխվել են Հով։ Հով ղեկավար Միրա Անտոնյանը նշել է, որ դեռ պետք է գնահատվի երեխաների շահերից ելնելով արդյոք ճիշտ կլինի նրանց վերավիավորումը մայրիկի հետ։ Նրա խոսքով, եթե պարզվի, որ մայրը տեղյակ է եղել ամուսնու վարքից եւ լռել է, դա կարող է դառնալ հիմք, որպեսզի երեխաները չվերադառնան մոր մոտ։ Եթե գործ ունենք մոր հետ, որը չի կարողացել պաշտպանել իր երեխաներին ոչ միայն ամուսնուց, այլ նաեւ վտանգներից, ապա ճիշտ չէ, որ երեխաները վերադառնան։ Իսկ եթե պարզվի, որ մայրը նույնպես բռնության զոհ է եղել, այդ հանգամանքը չի կարող պատճառ լինել, որ երեխաները զրկվեն ընտանիքից, նշել է Անտոնյանը։ Տիկին Անտոնյանը նաև ընդգծել է, որ Տիգրանի մահը պետք է դառնա ազդանշան հասարակության համար կանխելու նման դեպքերը։ Նրա խոսքով, Հայաստանում կան հնարավորություններ, որոնք կարող են նպաստել, որ երեխաները մեծանան ապահով միջավայրում։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է իր մասնակցությունը բերել։ Եթե կան ընտանիքներ, որոնք պատրաստ են որևէ երեխայի խնամքը ստանձնել, պետությունը նրանց ամսական վճարում է 135,000 դրամ։ Այժմ ունենք 140 ընտանիք, որոնք խնամում են 192 երեխայի։ Մեզ անհրաժեշտ են ավելի շատ ընտանիքներ, ասել է Հով ղեկավարը։ Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից Դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ.Օ.-ի մարմինը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա Դաշտամիջյան հատվածում։ Սթարնյուզը ցավակցում է Տիգրանի հարազատներին եւ ընտանիքի անդամներին։ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառում է արել Գեղարքունիքի դեպքի վերաբերյալ։ Կարծում եմ, բազմակողմանի քննությունը խիստ անհրաժեշտ է ու միանշանակ ու հուզական որոշում կայացնելը սխալ է։ Նոր կարդացի, որ մարզպետը նիստ է անում խնամակալության եւ ծնողական իրավունքից զրկելու մասով։ Շատ լավ։ Հասանք էնտեղ, որ երեխա է սպանվում ու մեկ էլ հոп։ Բոլոր մարզերում կան նման անբարենպաստ ընտանիքներ ու սա, վստահ եմ, վերջին դեպքը չի ու ստեղ վազեվազ որոշումներ կայացնելով չի լինի։ Օրեր առաջ երեխայի հորաքույրը պատմում էր, որ 5-ամյա խոսք չունեցող եղբայրը, որը ականատեսն է զարհուրելի դեպքի, հարցին ի պատասխան ցույց է տալիս կոկորդը։ Հենց նույն օրը մարզպետը ինտերվյու է տալիս ու հայտնում, որ կառավարության նիստից է գալիս ու նիստից հետո իրենք էդ վարկածը քննարկել են ու չեն կարծում, որ նման բան եղած լինի։ Քննարկել եք ու հետո։ Դեպքի առաջին օրվանից ընտանիքի հետ պարտավոր էին աշխատել հոգեբաններ, արդյոք աշխատել են թե ոչ, իսկ ինչու։ Այսօր այդ նիստ կոչվածին պարտավոր էր լինել օրեր շարունակ ընտանիքի հետ աշխատած բազմամասնագիտական խմբի եզրակացությունը։ Կա թե ոչ։ Չեմ բացառում, որ հայրը նման վայրագություն արած լինի, բայց այ մարդ, ձեր գյուղում որ կար նման անբարենպաստ ընտանիք, ինչու ոչինչ չէր արվում, որն էլ արժանացավ մի անմեղի կյանք։ Հիմա ինչ եք անում, հիմա էլի չուսումնասիրված ենթադրություններով զրկում եք, բա հետո։ Ինչ է լինելու երեխայից զրկված մոր հետ, աշխատանք տարվելու է նրա հետ, թե շոուն կավարտվի ու ամեն մեկը իր դարդերով, նշված էր գրության մեջ։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը նոր մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել Հով։ Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել Հով։ Մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցել ենք։ Մայրը մի քիչ հուզվեց, լացեց։ Ասացինք ոչ, արի այսօր տեղափոխենք, ասել էր Գալոյանը։ Նա հայտնել է նաև տեղի ունեցածից հետո սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը։ Մայրը որոշել է այդ համայնքից դուրս գալ, գնալ իր հորական տուն։ Ասացինք, որ քո խիղճն էլ հանգիստ կլինի, քո ուղեկցությամբ կտանենք երեխաներին, քո ձեռքով կտեղավորես նրանց, հետ կգաս քո տուն։ Գալոյանը հայտնեց, հիմա ճանապարհին են, երեխաներին արդեն տանում են։
Պարոն Գալոյանը զրույցի ընթացքում խոսել է նաև երեխաների մասին, նշելով հետևյալը. «Դե մի երեխան հաշմանդամ էր, բացարձակ չէր զգում, էն չխոսող երեխան, որ Տիգրանի հետ էր, սառած նայում էր, չէր խոսում, մեծ աղջիկն էր խոսում, ասացինք եղբայրներիդ էլ ուշադիր կլինես, պետք էր, որ երեխաներն այդ միջավայրից դուրս գային, երեխաների հետ աշխատանք կտարվի Հոֆում, այդ չխոսող երեխայի հետ այնքան էլ շատ աշխատանք չեն տարել, կարող է հիմա մի քիչ աշխատանք տանեն, արդեն բառեր ասի։ Մորն ասացինք, ինչ եք որոշել անել, ասում էր չեմ ուզում տանեն, թող երեխաներս մոտս մնան, 4 երեխա ունի, մենք ասացինք քո ցանկությունն է, դու ես որոշում, բայց այս պահին այդ երեխաները այս միջավայրում պետք չէ որ մնան, թող գնան մեկ ամսով, 10 օրով, մեկ շաբաթով, բայց գնան, հիմնականում կտանենք Հով, ասաց Գալոյանը։ Նա հավելեց, թե երեխաների մայրը ադեկվատ էր, իրենց բոլոր հարցերին նորմալ պատասխանել ու արձագանքել է։ Գալոյանը սպանված 3-ամյա Տիգրանի մորից հետաքրքրվել է նաև երեխային սպանելու պատճառը, ինչը կարող էր լինել։ Կոնֆլիկտ վեճ նախորդել է դեպքին։ Հստակ պատասխան չի ստացել։ Չեմ իմանում, նախաքննություն է գնում, շշմել ենք։ Ճիշտ է, մի քիչ կենցաղավարություն չկար այդ տան մեջ, մի քիչ փնթի վիճակ է, բայց մանկապարտեզի դպրոցի տնօրեններն ասում են՝ միշտ հագած կապած, կուշտ ու պատրաստված երեխաները եկել են դպրոցու մանկապարտեզ, էդ ինչ նկարագրում են, չէ, սուտ է, իրենք կուշտ ընտանիք են, նշել է մարզպետարանի ներկայացուցիչ Գալոյանը։ Քննադատություններին, որ եթե սոցիալական աշխատողները ժամանակին աշխատեին ընտանիքի հետ, դեպքը տեղի չէր ունենա, Գալոյանը արձագանքեց. իրենք պարբերաբար տունայց են արել, բա ոնց, էս ընտանիքը նպաստ է ստացել, կարգի գնահատում են պարբերաբար արել, նշել էր նա։ Հետախույզ լրատվականի բացառիկ տեղեկություններով փոքրիկ Տիգրանին հայրը խեղդամահ է արել, քանի որ կասկածել է, որ Տիգրանի բիոլոգիական հայրը այլ տղամարդ է։ Կնոջ հետ տանը սուր վեճից հետո մյուս որդու ներկայությամբ խեղդամահ է արել Տիգրանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովին խեղդամահ է արել սեփական հայրը։ Տիգրանի եղբայրների մտքում տան մեծերի զրույցներն են պտտվում, Տիգրանի ձեռքերը պատառոտված էր ու հողոտ աչքերը բաց էին, պատմում է Տիգրանի փոքր եղբայրներից մեկը։ Տղան միայն ասում է, որ վաղը Տիգրանի թաղումն է, բայց թե ինչ է թաղումը չգիտի, մեծերից է այդպես լսել։ Սա հրապարակվել էր դեռ 3, իսկ այսօր հանրությունը վերջին հրաժեշտը տվեց Տիգրանին, նա դարձավ հրեշտակ, իսկ նրա հայրը անպայման իր պատիժը դեռ ստանալու է։